Պարոն Խոջոյան, գործընկերս քիչ առաջ ասեց կարկուտի եւ դրա հետևանքով տուժած մեր հարյուրավոր քաղաքացիների խնդիրների մասին, ես ուզում եմ նաեւ ձեր ասածին շարունակությունը ապահովագրական ընկերությունները հրաժարվում են մարդկանց հետ պայմանագիր կնքել, սա արդեն մասսայական է, բազմաթիվ դիմումներ ենք ստանում, երբ որ մեր հայրենակիցները իրավացի վրդովված են, որ պայմանագիր չեն կնքում, քիչ չէ պայմանագիր չեն կնքում, շատ տեղերում է, որ կարկուտից տուժում են մեր հայրենակիցները, այդտեղ վնասի գնահատում չեն իրականացնում, ես եթե պետք է նաև կուղարկեմ ձեզ այդ տվյալները, որտեղ որ չեն իրականացնում, հիմա մարդը կանգնում է փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս է 100% իր եղած չեղած ուրեմն բանը անում, ջարդում է, այս մարդը վարկային պարտավորություններ ունի, չի կարողանում իր վարկային պարտավորությունները կատարի ու սննկացման է գնում։ Հիմա մենք պետք է ձեռ բռնենք այդ մարդկանց։ Այսինքն եւ այստեղ պետությունը անելիք ունի։ Եթե կոնկրետ մենք էլ օրենսդրական ինչ որ աշխատանքներ պետք է անենք, այս առումով պետք է անենք, մենակ չթողենք այդ մարդկանց։ Եվ հարցս հետեւյալն է, արդյոք դուք վերջնական գնահատում արեք եւ այս ընթացքում գոնե որոշ փոխհատուցումներ, եթե ասել եք չեմ լսել, ներողություն եմ խնդրում, տրվել են մարդկանց եւ ինչքան կոնկրետ թվերով, կարակ ասեք, այսքան մարդկանց տվել են։ Եվ երկրորդ հարցս կապված է կոնյակագործության հետ։ Բազմաթիվ անգամներ ստեղից հնչեցրել են, որ այդ ոլորտը բացի թողի վիճակում է եւ շատ մեծ խնդիրների առջեւ է կանգնած։ Գիտեք, խնդրի մասին չեմ ուզում նորից էլի ներկայացնեմ, կապված Վրաստանում այնտեղ նաեւ մեր բեռնատարների կան, այս ուղղությամբ ինչ որ աշխատանքներ արվում են, ինչ սպասեն, հիմա մեզ լսող կոնյակագործները, խաղաղագործները, ինչ սպասեն։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, պարոն Խոջոյան։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան։ Ես մի փոքր անդրադարձ կատարեցի կարգտահարության դեպքերի հետ կապված եւ իմ խոսքում նշեցի արդեն, որ իրականացել է գնահատում։ Գնահատումը նաեւ շարունակական է, որովհետեւ կարկուտը դեռ շարունակում է տեղալ։ Ընդհանուր առմամբ այս պահին, որը որ մենք արձանագրել ենք, կարգտահարված հեկտարները 8740-ի մասին է խոսքը գնում, սակայն կան հեկտարներ, որոնք որ 20-ից 30% է կարգտահարումը, կան տարածքներ, որտեղ որ 70-ից 90% է կարգտահարումը եւ որոշ արձանագրումներ ունենք, որտեղ որ գրված է 100% կարգտահարություններ։ Եվ իհարկե այս մասով մենք ես նշեցի արդեն, որ արդեն իրականացված են խորհրդակցություններ, բավականին ընդլայնված կազմով խորհրդակցություններ, արձանագրված է ընդհանուր առմամբ մոտեցումները, որը որ պետք է իրականացվի, այն ինչ որ վերաբերում է ապահովագրական ընկերություններին, մեզ համար դա նորություն չէ, մենք 2025 թվականին ակնկալում ենք, որ ապահովագրական ընկերությունները որոշակի զսպվածություն ունենալու են, որովհետև հիմա կենտրոնական բանկի հետ համատեղ նաև միջազգային գործընկերների այն մեխանիզմներն են հիմնարար ստեղծվում, որպեսզի հետագայում մենք ունենանք ավելի կայուն եւ դիմակայուն համակարգ այս հարցի շուրջ, որովհետեւ ընդհանուր առմամբ եթե մենք նայում ենք ամբողջ աշխարհին, տեսնում ենք ոչ միայն ապահովագրական գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանի Հանրապետությունում ունի խնդիր, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում այն առերեսվում է խնդրին եւ դա պայմանավորված է բնակլիմայական պայմանների փոփոխությամբ։ Եթե կարկուտը ինչ որ մի ժամանակ առաջ ռիսկ էր, որը որ ժամանակ առ ժամանակ տեղում է, հիմա այն դարձել է կրկնվող աղետ։ Եվ այստեղ շարունակաբար պետք է ասեմ, որ մենք նաև իրականացրեցինք այդ հակակարգտային ցանցերի նաև ներդրման աջակցության ծրագիրը, մեկնարկեցինք եւ կարծում ենք, որ նմանատիպ գործիքների միջոցով մենք կկարողանանք այն ոչ միայն վնասների, ոչ միայն ծախսերի փոխհատուցում իրականացնենք, այլ այդ գործիքների ներդրման միջոցով կկարողանանք բերքը պաշտպանել, որովհետեւ մեր նպատակը գյուղատնտեսության ոլորտում ոչ միայն ֆերմերի ծախսի փոխհատուցումն է, այլ ընդհանուր բերքը ունենան, որպեսզի բերքը մտնի նաև տնտեսություն եւ վարություն բերի նաև մեր ֆերմերային տնտեսություններին։ Քանի որ կարկուտը նաև շարունակական է, այս մասով պետք է ասեմ, որ մենք այս պահին դեռ զսպվածություն ենք սահմանել մինչև հունիսի 20-25-ը ամբողջական պատկերը ունենալուց հետո նոր արդեն առաջարկով կգանք, բայց հիմքում դրված է այն ծախսային գնահատականը, որը որ ապահովագրական համակարգում գործել է։
Ինչ վերաբերում է պարոն Դանիելյան կոնյակագործությանը, ես մի փոքր ուղղակի անդրադառնամ ձեզ համար կիսվեմ որոշակի տեղեկություններով, ընդհանուր առմամբ այս խնդիրը արձանագրվեց, սկսեց նշմարվել 2025 թվականի ապրիլ ամսին, եւ պետք է ասեմ, որ 2025 թվականի ապրիլ ամսից մինչ օրս ես ամենօրյա կտրվածքով նաեւ այս տեղեկատվությունը ուշադրության կենտրոնում է եւ մենք գրեթե ամեն ժամյա կտրվածքով վերամշակող կազմակերպությունների հետ կապի մեջ ենք եւ այն բոլոր տեղեկատվությունը, որ մեզ հասանելի է, մենք նաեւ խորհրդակցում եւ կիսվում ենք գործարարների հետ եւ դա կարող են փաստել նաեւ գրեթե բոլոր գործարարները։ Նշեմ, որ ապրիլ ամսվանից մինչ օրս ընդհանուր առմամբ լրացվել է մաքսային 557 դեկլարացիա, արտահանման դեկլարացիա, վերջնակետին հասել են 391 դեկլարացիա ավարտված է համարվում, նշանակում է օրինակ, եթե արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, ապա ապրանքը արտահանվել է եւ հասել է Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմնին։ 391-ի մասով դա ավարտված է, դա 70% է։ Պարոն Դանիելյան, ձեզ կհետաքրքրի նաեւ այս թիվը, հունիսի 1-ից մինչ օրս, հունիսի 1-ից մինչ հունիսի 10-ը ներառյալ ՌԴ մաքսային մարմիններին հասել է 50 պարոն Խոջյան, հարգելի գործընկերներ, հետևում խնդրում եմ մի քիչ լուռ էլի։ Շնորհակալություն։ Հունիսի 1-ից մինչ օրս 50 բեռնատար արդեն հասել է ՌԴ մաքսային մարմիններին։ Արձագանք մեկ պարոն Դանիելյան։ Արձագանքը, ուրեմն մենք ոչ միայն պետք է գնանք այդ աղետի հետևից, որ այդ պետք է անհրաժեշտ է որ մարդկանց այդ փոխհատուցումները տանք, որովհետև այլապես ինքը չի կարողանա իր բնականon գործունեությունը ծավալի։ Այլ նաև այդ հակակարկտային կայանը պետք է ընդհանուր մեխանիզմ մշակենք, տեսնենք հլա ինչ ենք ներդնում, ինչ ենք անում։ Միտեղ ասում են հակակարկտային կայանը չի աշխատել, միտեղ էս խնդիրը կա, այն խնդիր կա։ Վերջնարդյունքում մեր գյուղացիներն են դժում։ Այդ առումով ես նաև կարակ չարձագանքեք, բայց գործուն քայլեր պետք է ձեռնարկեն եւ կոնկրետ խաղաղագործները սպասում են, որովհետեւ իրենք էլ մտահոգություններ ունեն լուրջ, թե այդ բերքը ինչ են անելու, այս շատ կարեւոր հարց է, դուք էլ պետք է հետեւողական աշխատանք տանեք։ Շնորհակալություն։ Այդպես էլ արվում է, պարոն Դանիելյան, շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը խնդրեմ պարոն Ղազարյան։